Բայց այս դեպքում եկեղեցականները եթե զբաղվում են քաղաքականությամբ, այսինքն դա ըստ իրենց նորմալը դա կարգավիճակ, այսինքն այդպես պետք է լինի։ Այսինքն իրենք չեն կարող զբաղվել առհասարակ քաղաքականությամբ, որտեղ իրենք բարձրացիան հոգևորականի կարգավիճակ ունեն։ Արքեպիսկոպոսներ, սրբազաններ, հոգևոր հովիվներ, ոչ օրենք չարք են զբաղվել քաղաքականությամբ, զբաղվեք քաղաքականությամբ, բայց դուրս եկեք ձեր քահանայի կարգավիճակից եւ զբաղվեք քաղաքական գործունեությամբ։ Սա այսինքն ինչ է դառնում, ընտրովի կանոնակարգը դառնում։ Մի եկեղեցական են, մյուս դեպքում քաղաքական քաղաքացի են, հա, այսինքն դա սա դառնում է ընտրովի։ Ես կուզենամ անդրադառնալ նաև վերջին օրերին կատարված իրադարձություններին, տեսեք, ըստ դիվանատան կարգալուց է եղել Տեր Արամ քահանան, բայց ես ուզում եմ հարց ուղղեմ Մայրաթորի հոգևոր դասին, այս դեպքում Վազգեն Գալստանյանը ինչու կարգալույս չի եղել, երբ որ ինքը ակնհայտ զբաղվում էր քաղաքական գործունեությամբ։